Այս նկարում Ռաֆոն մենակ չէր։ Նկարը ինձ տուր։ Հալալիդ հատվածը պահել ես, իմը պատրել։ Դու արժանի չէիր Ռաֆոյի հետ նույն նկարուն լինելուն։ Դու գիտակցում ես խոսքերիդ ծանրությունը։ Ես գիտակցում եմ քո արարքի ծանրությունը ու դրանից բխող իմ բոլոր գործողությունները։ Զայրույթս այնքան մեծ էր, որ դեմքդ տեսնել չէի ուզում։ Ինձ համար դու անընդունելի էիր, ինչպես և այն ամենը, ինչ դու արեցիր։ Ես ինչ եմ արել։ Կեցես, շատ լավ ես խաղում, այնքան լավ, որ նույնիսկ ես եմ հավատում։ Գլխումս հարցը առաջանում, կարող է իրոք ես եմ մեղավոր, որ դու ոչ մի մեղք էլ չես գործել։ Ես եմ մեղավոր, որ քեզ թաղել եմ իմ մտքում։ Իսկ թաղելու ընթացքում չէիր մտածում, հա? Հետ չէիր մտածում մի հնարավորություն էլ ինձ տայիր, մերժվածիս, թե ես քոնը չեմ, թե ես քո համար ոչ մի բան եմ, քո միս ու արյունը չեմ, որ սիրտդ մահ կտար իմ համար։ Սիրտս մաս էր եղել։ Դու չես հավատա, ինչ դժոխքի միջով եմ անցել քեզանից հրաժարվելու։ Բայց միշտ հույս եմ ունեցել, որ հոգիդ կրտնանա ու տուն կվերադառնաս։ Էն տուն, որտեղ աղբորդ երեխեքը գոյության կռիվ էին տալիս։ Նրանց ամեն օր գոյամարդ էր։ Դու ներում չունես։ Դու ոնց կարող էիր գնալու անհետանալ։ Ոնց կարող էիր չհետաքրքրվել քո աղբոր երեխեքով։ Ոնց կարող էիր չհետաքրքրվել են երեխով, որին Մոսկվայում թողել էինք։ Դու խոսում ես մենակ Ռաֆի մասին։ Դու խոսում ես մենակ Ռաֆի երեխեքի մասին։ Քո աշխարհը պատտվում է մենակ Ռաֆի շուրջ։ Իսկ ես հեչ։ Իսկ ես քո համար ոչ մի բան եմ։ Ես քո համար գոյություն չունեմ։ Ինչպես որ եղել եմ տարիներ առաջ, նույնը հիմա եմ։ Բայց դու իրոք գոյություն չես ունեցել։ Դու չկաս ոչ մեկի կյանքում։ Դու միայն քեզ համար ես ապրում։ Ես դրանում այսօր համոզվեցի վերջնականապես, երբ կինոդ խոսում էր քո արարքների մասին։ Մեծ մարդ ես, խելքդ դրել ես այդ գժի խելքին։ Ես գետինը մտա քո արարքների համար։ Ոնց կարելի է սեփական կնոջը հոգեբուժարանում փակել։ Այ հեր, եթե մարդ ունի հոգեկան խնդիրներ, հոգեբուժարանում չեն փակում, բա ինչ են անում։ Ես մեծ դժվարությամբ այս խոստովանում եմ։ Դու լավ մարդ չես։ Դու որակ չունես։ Հազարամոտ ինձ, որ չկարողացա քեզ մարդ դարձնել։ Հա, հազարամոտ քեզ, որ մի տղոտ նկարը առոք փառոք պահել ես, իսկ մյուսին էլ ճղել դեն շպրտել, ինչպես որ կյանքիցդ արեցիր։
Ոնց էլի, ոնց մտքիս եկածը մինչև վերջ ես դրան չասեցի, բայց ոչինչ, էլի առիթ լինելու, գալու է այդ օրը ու սրտիս ուզածը մինչև վերջ ճապացնելու եմ ճակատին, Հավո ջան կասես, մինչև վերջ կասես սրտից ուզածը, Չէիր մտածում մի հնարավորություն էլ ինձ տայր, մերժվածիս, թե ես քոնը չեմ, թե ես քո համար ոչ մի բան եմ, քո միս ու այլյունը չեմ, որ սիրտդ մահ կտար իմ համար։ Այդ բային հանկարծ ցանկացա գրկել այդ հիմարին, գրկեցի ու հասկացա, որ շատ եմ կարոտել, նրան թվում է, թե ես իրան չեմ սիրել, որ իմ ամբողջ սերը միայն քեզ է պատկանել, այդպիսի բան չկա, հայրը չի կարող իր զավակներից մեկին սիրել, մյուսին ոչ, պարզապես ինձ համար անընդունելի էր նրա տեսակը, նրա պահվածքը, նույնիսկ ինձանից էի զսպում, որ չեմ կարողանում նրան փոխել, երբ որ հայտնեց ինձ քո մահվան մասին, շատ չարացա, չարությանս պատճառը հենց ինքն էր, բայց դա կապ չունի, ես չարացել էի ճիշտ, բայց ինքը պիտի հասկանար ինձ, թե ոտի կոնք լիներ, ոչ թե խաչ քաշեր ընտանիքի վրա ու հեռանար։ Մամ, Ուր ես Լեա։ մամ, քաղաքից դուրս ենք եկել Լեոյի, Նարեի ու Լեոյի եղբոր հետ։ Իսկ դժվար էր ինձ տեղյակ պահել, թե ուր ես գնում։ Հատկապես երբ գիտես մեր տանը ինչ խառը վիճակ է։ Ճիշտ ես ասում, մամ, ուղղակի շատ անսպասելի որոշեցինք, որ պետք է գանք։ Լավ, Լեա, մարդ եկավ տեսնեմ ով է։ Մեկ էլ ինձ ասա, թե երբ ես գալու։ Ինչի ես եկել։ Ես պիտի Հունանին տեսնեմ։ Հունանը չի ուզում քեզ տեսնել։ Այդ դու ես որոշում։ Հունանը քեզ այդ բազմիցս ասել է։ Հաճույք ես տանում, երբ նրան հունից հանում ես։ Հունանը սենյակում հանգստանում է ամուսնուդ հարցակումից հետո, ու ես թույլ չեմ տա, որ գնաս դու էլ նյարդերը քայքայես։ Ինա խնդրում եմ, թույլ տուր տեսնեմ եղբորս։ Մոռացիր, որ եղբայր ունես։ Ինա, հերիք խառնվես իմ ու եղբորս հարաբերություններին։ Մենք կբարի շենք թե կվիճենք, դա միայն մեր խնդիրն է, մեր մակունցների, իսկ դու մակունց չես։ Ես ավելի շատ եմ մակունց, քան դու։ Դու Սարգսյան ես։ Դու քո դավաճան ավոյի շարունակությունն ես, ով իր եղբոր գլուխը սկուտեղի վրա մատուցեց իր դավաճան ամուսնուն։ Դու նույնիսկ ձեր գաղտնիքը բացահայտեցիր դավաճանելով եղբորդ։ Ու հիմա եկել ես տեսնես, թե թանկագին ամուսինդ ինչ օրնա գցել։ Հենց հիմա սրան դուրս հրավիրի էստեղից։
Ես ինչ անուշոտ ես գցել նարե։ Դե լավ որ հավանեցիր։ Հեսա վերջացնում կփորձենք։ Լեոին այսօր պետք է հացից, համ ջրից զրկենք։ Դավ կներես իհարկե, բայց կարծում եմ պետք չէր իր հետ այդքան կոպիտ լինել։ Արե, ես ինչ անում եմ իր համար եմ անում։ Ջղայնանում եմ, որ հասկանա, որ փորձանքի մեջ չընկնի։ Չեմ ուզում 2 կոպեկի համար իր կյանքը կործանի։ Ինչ անում եմ իր համար եմ անում։ Դավ ես չեմ էլ կասկածում, որ դու սրտացավ եղբայրես, բայց հաշվի առ, որ հասուն մարդու հետ գործ ունես, ու Լեայի ներկայությունը իրան կարա շատ կաշկանդի։ Ապրես որ բոլորի մասին մտածում ես։ Դե ասա ինչ անեմ, ինչով օգնեմ, որ ավելի արագ սեղան դնես։ Բաժակները կդնես։ Ոնց ասես։ Արա դե դու ինչ ես ուզում է արիանցիայի հոգնած։ Այս սարքի գլխի սարա։ Բարև ձեզ։ Հազար բարի աղջիկ ջան։ Ո՞նց եք։ Ճիշտ ասած մի քիչ զարմացած։ Չէի սպասում։ Եթե խանգարում եմ, ես կարող եմ մեկ ուրիշ անգամ գալ։ Բայց դու ո՞նց կարող ես ինձ խանգարել։ Պարզապես տանը մենակ եմ։ Շատ ավելի լավ, հաճելի զրույց կունենանք։ Այո, լավ մարդու հետ միշտ էլ հաճելի է զրուցելը։ Բայց ես ձեր ժամանակից շատ չեմ խլի, շուտ կգնամ։ Արդեն բաներս ասում, որից նեղանում եմ։ Արի, ներս արի։ Արի աղջիկ ջան, արի ծով։ Այս կնոջն ասա դուրս գա մեր տնից։ Ինչ է ուզածդ։ Ուզում եմ խոսենք։ Մենք այնքան ենք խոսել, որ հիմա ցանկացած խոսակցություն մեր հարաբերություններն ավելի այժանացնելու։ Հունան խնդրում եմ։ Խնդրում եմ։ Վեր կա ծառնա։ Հունան կուլ մի գնա սրա խաղերին։ Դուրս գնայինը։ Նույն սխալը նորից անում ես։ Ուրեմն թող ես պատասխանատու լինեմ իմ սխալների համար։ Ներկաց։ Խնդրում եմ ների ինձ, խնդրում եմ, ես գիտեմ, որ ներում չունեմ, բայց քո սիրտը այնքան մեծ է, որ միշտ էլ ինձ համար ներում կգտնվի, չէ։ Ներեմ, որ նորից թիկունքից ինձ հարված ես։ Չէ, Հունան, այլևս ոչ մի հարված, ոչ մի դավաճանություն։ Հիմա այն բոլոր քայլեր ուղղված են լինելու այդ տական կավոյի ոչնչացմանը։ Մի քիչ չեմ հավատում, բայց հեռու մնա համ դրանից, համ էլ դրա ոչնչացումից։ Ուրեմն խնդրում եմ ներիր ինձ։ Հեռնա ինձ վատ դրության մեջ մի դիր։ Հունան դու մենակ ներիր ինձ, խնդրում եմ, որ կարողանամ փրկվել։ Ներում ես։ Մամջան ես ուր։ Իմ տուն։ Այլի սկսեցիր, էսա քո տունը, մամ։ Ոչ։ Սա հորդ ու իր քրոջ տունն է։ Էլի քուրու աղբեր ներվերդ կերել են։ Հայրդ ինքնասիրություն չունի, բայց ես ինքս ինձ հարգել գիտեմ։ Դու ոչ մի տեղը չես գնա, մամ։ Դու ես ինձ կանգնեցնելու։ Արա գժնոց արա։ Պասակվում եմ ոչ մեկի վեճը չի։ Ոնց որ ինչ որ պետք էր դրեցի արդեն։ Հա, պապի ջան, դրել եք, ամեն ինչ դրել եք։ Ու ես ինձ արդեն շատ վատ եմ զգում, որ ձեզ այսքան նեղություն եմ տալիս։ Ինչ նեղություն աղջիկ ջան, ես շատ հյուրասեր մարդ։
Բայց ես վերջերս այնքան ուշուշ են հյուրեր գալիս, որ մի քիչ շփոթվում եմ։ Ես հյուր չեմ։ Ճիշտ ես ասում։ Դու հյուր չես, աղջիկ ջան։ Մեր տան անդամ ես։ Տղայիդ եմ շատ սիրում։ Ոնց որ իմ 4-րդ թոռը լինի։ Ինձ թվում է դուք շատ եք տանջվում ձեր 4-րդ թոռան բացակայությունից ու կարոտից։ Ես պարզապես ինձ չեմ ներում։ Միայն ինձ եմ մեղադրում այդ հարցում։ Բայց ես այդպես է չհասկացա, ոնց եք ձեր թոռանը կորցրել։ Ուղղակի ամեն ինչ այնքան արագ ստացվեց։ Ես էլ չհասկացա ինչ կատարվեց։ Ուղղակի օրդոս կորուստը ինձ տապալեց։ Մինչև ուշքի եկա արդեն ամեն ինչ շատ ուշ էր։ Այսինքն ձեր տղայի մահից հետո դուք ձեր թոռան հետքը կորցրել եք։ Այո, ես կորցրեցի թոռանս հետքը։ Բայց ո՞նց։ Ռաֆոն Մարկին թոռանս մենակ էր տարել Մոսկվա։ Դրա մասին գիտեր միայն փոքր տղաս, Ավոն։ Ու նա չգնաց ձեր թոռան հետևից։ Ես Ավոյից 20 տարուց ավելի է ինչ լուր չեմ ունեցել։ Ես վերջերս հայտնվեց ու ասեց, որ թոռս մահացել։ Երեխեք չեմ հասկանում, Լեոն ուր է գնացել։ Հեռախոսն էլ թողել աստեղ։ Դավ քեզ էլ բան չի ասել։ Չէ։ Բայց մի տեսակ շատ հանգիստ ես։ Դե հա, ամենայն դեպս հանգիստ եմ, մեծ տղա է։ Իսկ ես ահավոր անհանգիստ եմ։ Դե երևի ինձանից նեղվեց, գնաց հեսա մի քիչ կհանգստանա, հետ կգամ։ Լավ, հուսանք հեսա կհասնի 10 օրեր։ Դավ, ինձ թվում է դու ինչ-որ մի բան գիտես ու չես ասում։ Նարա, ես մենակ գիտեմ այն, որ Լեոն շուտով կհասնի։ Վրա մի տվեք։ Ինա։ Երևի այնքան ջղայնացած է, որ չի ուզում երեսից տեսնի։ Ինային թողի վրա, դու քո գործին նայի։ Նենց ագրեսիվ խոսած հետս չգիտեմ աչքերի մեջ ոնց եմ նայելու։ Ես կնայեմ։ Մամա մենակ իմանամ ուր է։ Ինա, կարող է արձագանք։ Աբջամի զուրմի գոր աստեղ չի։ Տաններ մի քիչ առաջ Գրիշո։ Դե հա ոնց որ տաններ տենց էլ լավ գնաց։ Ես էլ չկարացա բան։ Սիրում ես եղբորս տղային։ Ես չսիրելով ամուսնացողներից չեմ։ Ձեր ազգը սովոր է չսիրելով ընտանիք կազմել։ Մեր ազգը։ Բայց դուք ինչ գիտեք մեր ազգի մասին։ Կուզեի ոչինչ չիմանալ, բայց Էրնա ես գնում եմ։ Ինան էլ տանը չի։ դե որ այդպես է ես էլ եմ գնում։ Չէ, ինչի դու մնա։ Իրոք, մնացեք, որ համ էլ բացատրեք, թե ինչ նկատի ունեիք ասելով, որ կուզեիք չիմանալ ազգիս մասին։ Էրնա, արի գնացինք։
Տունն էլ թողում եմ ձեր տրամադրության տակ։ Լսի, ուզում եմ հասկանամ հոր քուրդ գիժա, թե սիրում է դիմացինին գժվացնել։ Ինչ ա եղել որ։ Դե որ պապատ մի քիչ ուշ գար, կարող է իմանայի։ Երեխեք ջան, ես ինչ հաճելի անակնկալ արեցիք, բայց ես քեզ համար ավելի հաճելի անակնկալ ունեմ։ Եկեք հետևիցս, եկեք։ Հա, ինչ կասես։ Կասեմ, որ անակնկալը ստացվեց։ Ինչ ես անում ստեղ, մամ ջան։ Ոնց է ինչ անում։ Մենք հարազատներ չենք, երբ ուզենք կարող ենք գնալ, գալ։ Դե տղաս զարմացածը չէր սպասում ինձ այստեղ տեսնել։ Դավիթ բաբջան կարող է մեզ էլ մի բաժակ սուրճ տաս։ Իհարկե սուրճ կտամ, բայց նախքան այդ ասեք, ոնց եղավ որ ինձ հիշեցիք այցելել եք, հա։ Դավոն էր զանգել, ասում է քեզ հետ կապի դուրս գալ չի կարողանում։ Էդ ինչի որ։ Հերոսը անջատած է։ Չէ, հա։ Էդ ինչի չեն կարողանում ինձ զանգել։ Ճիշտ այլ անջատված է։ Ես էլ լուրջ չունեմ։ Կարևորը իմացանք, որ լավ ես։ Հա։ Դե Զանգեմ տղեկին ասեմ չանհանգստանան։ Այո, զանգի։ Զանգի ասա, թող չանհանգստանան, ասա որ ձեր պապը մենակ մնացողը չի, ոչ էլ կորչողա։ Ասա դուք ձեր սերը վայելեք։ Այ պապի, դեմքա։ Հունան շատ կոպիտ էր, որ տեսար ապագա հարսիդ հետ շփվում եմ։ Հա, այդ ինձ դուր չեկավ։ Ինչի։ Վախենում ես։ Ես վախս վաղուց կորցրել եմ։ Ուրեմն ի՞նչն է խնդիրը։ Որ Մանանը ավոյ աղբոր աղջիկն է։ Ես քեզ արգելում եմ երբևէ Մանանի հետ խոսես նրա մասին, որ ինքը ավոյի աղբոր աղջիկն է։ Հունան մի մտածի այդ ուղղությամբ։ Ես բերան բացություն չեմ անի։ Ամեն դեպքում զգույշ կլինես։ Թեկուզ ոչ մի տունավոր, բայց ուշադիր կլինես։ Պարզ եմ, վստահություն չկա, բայց ես քեզ չեմ մեղադրում, որովհետև ես չկարողացա քո պես հավատարիմ մնալ։ Իսկ ինչի՞ իմ տանը չմնացիր։ Ժամանակն է, որ առանձին ապրեմ։ Դե հիմա այս ծանր շրջանում ճիշտ կլիներ, որ ընտանիքիդ, այսինքն մեր հետ ապրեիր։ Հունան, թող մեծանա։ Շոկի մեջ էի, որ մտա ու քեզ տեսա Լեոյենց տանը։ Բայց ինչի։ Մամ, զարմանալը չի քո համար քո արարքը։ Բացարձակ։ Մենք լավ հարաբերությունների մեջ ենք այդ ընտանիքի հետ ու կարծում եմ շատ նորմալ է, որ ես գնացել էի Դավիթ պապին տեսության։ Թույլ տուր քո հետ անկեղծ լինեմ։ Մեկ-մեկ ես քեզ ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ։ Նորմալ է։ Այս վերջին շրջանում մենք իրար ընդհանրապես չենք հասկանում։ Դե հատկապես ինչի իմացել ես, որ ես քո հարազատ մայրը չեմ։ Մամ, սխալ արտահայտություն ես քեզ թույլ տալիս։ Ու ընդհանրապես սխալ ուղղության վրա ես։ Հենց որ մի շարունակի ու ինձ մի նյարդայնացրու ավելի կլինի։ Արի անկեղծ լինենք, հա։ Ինչ իմացել ես, որ ես քո հարազատ մայրը չեմ, առաջվա նման էլ ինձ չես վստահում։ Մամ ջան, ոչ իմ սերն է քո հանդեպ պակասել, ոչ էլ վստահությունից։ Դե ուրեմն էլ կասկածանքով ինձ չնայես։ Ոնց է իրապահում։ Շատ ագրեսիվ։ Երկու թաթալուշներ թող հանգստանար։ Դե թողել եմ քեզ։ Ապրես։ Դե լավ էլի, ասա բերում եք մի հատ հարմար տեղ բերեիք էլ, ես ինչ խոլ անհարմար, կամ ասեք ես կասե ինչ բերեիք։
Իմացա կարոտել ես ինձ, հա։ Հա, կարոտից մեռնում էի, էլ չէի դիմանում։ Ունան գնալով էժանանում ես, մեթոդները դել հետը, ես ինչ էժան խոլա։ Էժան մարդկանց հետ պետք է էժան վարվես։ Ես քեզ հենց հունվարի 6-ին պետք է սպանեի, որ աղբորս անտեղի կյանքից զրկեցիր աչքիս առաջ։ Դե բա վերացնեիր։ Չվերացրեցիր։ Հերիք չի մի հատ էլ քրոջս հետ ամուսնացար։ Բայց մեկը այդքանից հետո էլ չխրատվեցիր։ Մեղքս եկավ ամուսնացա։ Ունանի քրոջը խղճալ պետք չի։ Ուղղակի չես հասկանում, որ ջեքփոթ հեր բռնել։ Նախ որ իմ տուն էր մտել, հետո էլ այդքան քուրս կողքդ ա մնացել։ Դու քուրդ իմ կյանքի ամենամեծ անհաջողություններն եք։ Դրա համար տարար առողջ մարդուն գցեցիր գժանոց արա։ Քեզ էլ պետք է տանեմ գժանոց։ Ձեր տեղը գժանոցն այ գժեր։ Ես ինչ ես անում։ Հարամ մտքիդ ինչ կա, հո դու իրոք գիժ չես։ Որ ասում եմ գիժեք չես հավատում։ Ես ինչ ես անում, մտքիդ ինչ կա, մի արա։ Արա, դու աննորմալ չես, մի արա, արա։ Արա, մի արա, ասում եմ թող։ Արա, մի արա։ Ունավ։ Արա, մի արա։ Ունավ կվարեմ, կմորդեմ, կսպանեմ, մի արա։ Արա, մի արա, ճոգում ես ինչ ես անում։ Աղբորդ գժերից բարևներ կանես։ Արա, հետարի, ունան մի արա։ Գնացինք։ Հիմա ամեն ինչ իր տեղ ընկավ։ Թե հակառակը ձյացում եմ։ Դե նկատի ունեմ ավոյին վառելը չի կարա աննկատ մնա։ Ընդհանրապես չի հետաքրքրում ով կնկատի։ Դե հեսա լիքը խնդիրներ առնելու։ Ասածս հետա։ Թքած։ Կարամ քո հետ խոսամ նենց, ոնց որ հորս հետ կխոսայի։ Ասա։ Այս գործողությունների շարքը լավ տեղ չի տանելու, ձյացվում եմ։ Քեզ մի քիչ կտրվել ա պետք, հանգստանալ ա պետք։ Կներես, որ ասում եմ։ Ես էլ հիմա ուզում եմ քո հետ խոսեմ, նենց ոնց որ կխոսայի իմ տղու հետ։ Արամ ջան, իմ նմանները հանգստություն են գտնում այն ժամանակ, երբ մեռած են լինում։ Իմ նմանների պարագայում համ բեռներն են շատ, համ բեռների համար պայքարողները։ Լսի գնա քո մահճակալի վրա փռվի, ինչի ես տեղ պարկել։ Իմ տունը ես որտե ուզեմ կպարկեմ։ Էս իմ քնելու տեղն է։ Քո քնելու տեղը մեր սենյակում է։ Ոյ, տենց բաներ մի ասա, էլի հուզվում եմ։ Որս ինչ շատ ես խոսում։ Գրվա քո պատճառով։
Բայց իրականում հետդ կարևոր բան ունեմ խոսալու։ Ինչ ա եղել։ Դե մեր հետ կապված։ Այդ կապված ինչ ա եղել։ Չգիտեմ։ Ահա։ Մոտս ինչ որ դեպրեսիա է սկսվում։ Վախ, իմ արևալա։ Հերիք հայելի իմ արև քո արևան ես։ Ասում եմ հետդ կարևոր բան եմ խոսալու, հետդ ուզում կիսվեմ լսի էլի։ Ասա, լսում եմ, սուս-փուս լսում եմ։ Լսի չեմ հասկանում ես ինձ զգացողությունը։ Տրամադրությունը սորվա ընթացքում անընդհատ փոխվում է։ Մեկ կասկածում եմ, մեկ մտածում եմ չէ ճիշտ եմ արել, որ հետդ ստեղ եմ եկել։ Մեկ էլ վախենում եմ։ Նորմալ է կյանքս։ Առաջին անգամ ես տնից հետ այսքան հեռու։ Տնացիք հետ էլ մի քիչ այդքան էլ լավ հարաբերություններ չեն։ Ոչինչ իրար հետ կհաղթահարենք էտապա էլի։ Ապրես գրիշ։ Ապրում ենք էլի։ Վայ լուրջ եմ ասում։ Ապրես որ հասկանում ես ինձ։ Լուրջ չէի սպասում։ Ապա կարող է ջոգել ես ոչ մի բան չենք ջոգում։ Մենակ խնդրում եմ էլի։ Քո մասին հոգնակիով մի խոսա։ Ամբողջ նյարդային համակարգս իրար է խախտվում։ Լուսի ես այնքան լավ տաղ եմ, որի մասին պետք է հոգնակիով խոսամ։ Ու ինպես լավ տաղեքի ինչքան շատ, այնքան լավ։ Կուզեիր աղբերներդ էլ իմ չափ լավ տաղալ լինեին։ Իսկ ուզեիր իրար չմորթեինք։ Դա ոնց չէ։ Դեսուս մնա ուրեմն։ Ոնց որոշիր էլի։ Լսի բան է ուզում հարցնել, այնքան խոսացիր մոռացա։ Գնակը հիշես կգաս։ Բայց դու պիտի գնաս։ Չեմ եթում։ Լսի կաղա գիտես դայա կտեմ, դուրս արի։ Դու իմ դայակը չես է կյանք։ Դու իմ ամեն ինչն ես անրիլը։ Տով խնդրում եմ էլի, եթե ինչ-որ բան գիտես, ասա մենք է հանգիստ լինենք։ Դե ոնց ասեմ, գիտեմ, բայց չեմ կարող ասեմ։ Ինչի։ Որովհետև կփչացնեմ։ Ինչը։ Անակնկալը։ Կամ ստանաս իմ հետ Լեա։